Ուղղակի հոդվածները ներկայացնեմ, շատ հակիրճ ձեր ժամանակից չտանեմ, ուրեմն առաջի հոդվածը, ինչպես պարոն Չալաբյանը ասեց, դա 209-րդ հոդվածն է քրեական օրենսգրքի, համաձայն որի անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը, այդ թվում կրոնական կազմակերպության, օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու մասին է, մյուս հոդվածը 441-րդ հոդվածը այս պայդրությամբ էլ ավելի կարևոր է, որը մասնավորապես հետևյալն է ասում. պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին։ Մենք տեսանք, չէ, ինչպես այդ օրը առավոտյան, օրինակ իրավապահ համակարգի կողմից կազմակերպված որոշ եկեղեցիականների նույնիսկ ազատ տեղաշարժներ սահմանափակվել, նրանցից մեկին հետո կարելի ասել առևանգել էին մի քանի 100 մետր կամ չգիտեմ 100 մետր այն կողմ էին իջեցրել եւ նրանցից օրինակ մեկի դեպքում կար մինչև չէին համոզվել, որ ինքը չի գնում Հովանավանք, այլ գնում է Սաղմոսավանք, եթե չեմ սխալվում, նոր բաց էին թողել։ Տեսել ենք վիդեոները, թե ինչպես են մարդկանց ճանապարհը փակում, այդ թվում նաեւ ձեր նշած Արա Զորապյանի ճանապարհն էին փակում, դրանք բոլորը բռնություններ էին եւ բնականաբար կազմակերպված էին։ Կուզեմ հիշեցնել նաեւ, որ երջանիկ պատահականությամբ ըստ իրենց ներկայացնելու տարբեր քաղաքապետեր էին հայտնվել, մի քանի 100 կիլոմետր թողել էին, եկել էին, իրանց հետ մարդիկ էին բերել բնականաբար, կան կադրեր, որ ավտոբուսներից են մարդիկ իջեցվում, այսինքն դրանք բոլորը սրա մասին են։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, որ նախորդ անգամները, այո, օրինակ մի դեպքով մենք հիմա դատարանում ենք գտնվում եւ փորձում ենք դատանի միջոցով պարտավորեցնել դատախազությանը եւ մնացած իրավապահ մարմիններին, որպեսզի վերջապես